2008 թվականից Հայաստանի երկաթուղին երկարաժամկետ հավատարմագրային կառավարման է հանձնված ռուսական կողմին ոլորտը բարեփոխելու խոստումներով։ Բարեփոխումը ոլորտում ենթադրում է, որ տրանսպորտային այս միջոցը վերականգնվում է։ Մարդիկ սկսում են ավելի շատ օգտվել անհամեմատ արագ ու էժան։ Մյուս կողմից ավելանում են աշխատատեղեր բարձր աշխատավարձով։ Համենայն դեպս այս խոստումներով արդեն 2 տարուց ավելի երկաթուղին երկարաժամկետ կառավարմամբ հանձնված է ռուսական կողմին։ Գոհ է արդյոք եւ ինչպես է գնահատում աշխատանքները հայկական կողմը։ Հարցրին կապի ու տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանից։ 2010 թվականը ես կհամարեի բավական լավ, նախորդ տարիների համար չեմ կարող ասել, բայց նախորդ տարիներում փաստորեն բավական շատ բացթողումներ կային։ Հիմա փորձում ենք այդ բոլորը մի քիչ արագացված տեմպերով կոնցեսիոներով հետ միասին իրականացնել։ Կա նաև 2011 թվականի համար առանձին շատ կարևոր ծրագրեր, մանավանդ մեր հանրապետության համար, դա Վանաձոր ֆիարետագծի կառուցման խնդիրն է, դա անվտանգության ավելի բարձրացումների ներդրումների ենթակառուցվածքի մեջ առանձին մենք դա կներկայացնենք։ Նախարարն այսօր գնացքով ժամանեց Գյումրի, ինչպիսին էին պայմանները, եւ արդյոք մեկ անգամ նստելուց հետո, ասենք սովորական այցելությունների ժամանակ Մանուկ Վարդանյանը կօգտվի տրանսպորտային այդ միջոցից, հարցրինք նրան։ Որպես ուղևոր երևի մենք տարբեր պայմաններում կնկատենք սովորական ուղևորները, որովհետև այն վագոնով, որ մենք ժամանեցինք, ավելի հարմար պայմաններով, բայց հույս ունենք, որ տարին տարվա վրա մեր ուղևորները արդեն լիարժեք կօգտվեն որպես տրանսպորտային միջոց, հաշվի առնելով թե գծի անվտանգություն, թե գծի արագություն, թե նաև հարմարավետությունը։ Ռուսական կողմի 2 տարվա աշխատանքների մասին բազմաթիվ վերլուծություններ են արվել ու տպագրվել են բազում հոդվածներ այն մասին, որ ռուսական կողմը պայմանագրային պարտավորությունները չի կատարում, հայկական կողմից էլ ճնշումներ չկան։ Այսօր հենց նկարահանման պահին մեզ մոտեցան դեպոյին մի քանի աշխատակիցներ ու հայտնեցին վերջին նորությունը, որ անցած ամիս 40,000 դրամով պակաս աշխատավարձ են ստացել։ Ինչ է սա նշանակում։ Ես այդ հարցը նոր ճշտեցի դեպոյի տնօրենից, ասեցին, որ 30,000 դրամով արդեն ավելացել է, եւ պարոն Շահդուրին դժգոհեց, որ ինչու ոչ կրկնակյալ 30,000։ Բայց գիտեք, երկաթուղում չկա մարդ, որը ասենք կախարդական փայտիկով ամեն ինչ միանգամից կարգավորի, դա համար պետք է ամբերություն։ Եվ ամենավերջին նորության մասին նոյեմբերի 3-ին Շայդուլինը հրաման է ստորագրել, որով որոշել է, որ Սանահինի եւ Գյումրի լոկոմոտիվային դեպոները միավորվելու են։ Սանահինում աշխատակիցները արդեն 2 օր գործադուլ են անում, պատռելով ու խզբզելով Շայդուլինի նկարները, քանի որ դեպոն Սանահինում դադարելու է գործել, իսկ աշխատակիցները մնալու են գործազուրկ։ Հենց այս նպատակով էլ պատվիրակությունը մեկնեց Լոռու մարզ։ Մինչ այդ Հարավկովկասյան երկաթուղիներ Փակ բաժնետիրական ընկերության տնօրենը վստահեցրեց, որ կրճատում ոլորտում չի լինելու եւ այնինչ արվում է միայն հայկական երկաթուղու վիճակը բարելավելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար։ Мы никого не сокращаем, наоборот, создаем дополнительные рабочие места. Մեր կազմակերպությունը Հայաստանում աշխատում է սոցիալական ուղղվածությամբ։ Մենք ոչ ոքի չենք կրճատում, այլ ստեղծում ենք հավելյալ աշխատատեղեր։ Սանահինի կայարանում ստեղծելու ենք 30 աշխատատեղ, ինչ որ մեկը փորձել է Սանահինն օգտագործել քաղաքական նկատառումներով։ Имеем политику региональную, то есть депрессивные регионы с центра. Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։